Ողջույն սիրելի բարեկամ։ Այսօր ուզում եմ խոսել Աստվածաշնչի մասին։ Ինչ է Աստվածաշունչը։ Աստվածաշունչը մարդկության պատմության ամենից ազդեցիկ գիրքն է։ Սուրբ գիրքը ներշնչել է շատ մարդկանց, կատարելու բազում սքանչելի գործեր։ Այս գրքում բացահայտվում են մարդկանց հետաքրքրող եւ ամենից շատ հուզող մի շարք հարցերի պատասխաններ։ Ինչու գոյություն ունի մարդկությունը, մարդիկ ինչու են տանջվում, ինչու կա հիվանդություն, աղքատություն եւ նեղություն։ Այն նաեւ հնարավորություն է տալիս հասկանալու, թե ով է Աստված, ինչ է իսկական սերը, ինչպիսին պետք է լինեն մարդ-Աստված եւ մարդ-մարդ հարաբերությունները։ Աստվածաշնչի միջոցով Աստված խոսում է մեզանից յուրաքանչյուրի հետ, այն ընթերցելիս պիտի ունենանք բաց միտք եւ ցանկություն հասկանալու Աստծո կենսատու խոսքը։ Աստվածաշունչն ինքնին մի փոքրիկ գրադարան է, որում զետեղված գրքերը ստեղծվել են հին Իսրայելի ժողովրդի պատմության ընթացքում։ Երբ կարդում ենք Աստվածաշունչը, տեսնում ենք, որ հրեա ժողովրդի պատմությունը նման է բազում այլ ազգերի պատմություններին, սակայն նրանց մեջ կային հատուկ մարդիկ, մարգարեները, ովքեր հրեաների պատմությունը համարում էին շատ հատուկ պատմություն։ Նրանք Իսրայելի պատմությունը դիտարկում էին որպես կարևոր եւ կենտրոնական նյութ, հասկանալու եւ բացահայտելու համար այն, ինչ Աստված ցանկանում էր իրականացնել ամբողջ մարդկության համար։ Մարգարեները բացառիկ կարողություններով օժտված մարդիկ էին։ Նրանք ոչ միայն պատմում էին ապագայի մասին, այլ նաև պարզ մարդկանց ու թագավորներին փոխանցում էին Աստծո խոսքը եւ դրանով մարդկանց դարձի բերում դեպի ճշմարիտ Աստված։ Հիսուս Քրիստոսի առաքելությամբ հաստատվում է Աստված-մարդ կատարյալ հարաբերությունը։ Նոր կտակարանի միջոցով մենք հասկանում ենք, որն է կատարյալ ճշմարտությունը, որ ճանապարհն է տանում դեպի Աստված եւ բացահայտում ենք այն կյանքը, որը Քրիստոս խոստացավ տալ բոլոր հավատացյալներին։